Գոհանում ենք քեզանից, ով Աստված, գոհանում ենք եւ քո անունը մոտ է, քո հրաշքները պատմում են։ Երբ որ պատշաճ ժամանակ կունենամ, ուղիղ կդատեմ ես։ Երկիրը եւ նրա ամեն բնակիչները մաշվեցան։ Ես նրա սյուները կհաստատեմ։ Ասեցի հիմարներին հիմարություն մի գործեք եւ ամբարիշտներին երկջուր մի բարձրացնեք։ Ձեր երկջուրը դեպի բարձրը մի բարձրացնեք, հաստ վզով մի խոսեք, որտեղ բարձրանալը ոչ արևելքիցն է եւ ոչ արևմուտքիցը եւ ոչ անապատիցը, բայց Աստված է դատավոր, սրան խոնարեցնում է եւ նրան բարձրացնում, որտեղ բաժակ կա Տիրոջ ձեռքում եւ գինին պղտորությունով լցված եփում է, եւ նա թափվում է նրանից, բայց իրավի երկրի ամեն ամբարիշտները նրա մրունները պիտի քամեն, խմեն, բայց ես հավիտյան կպատմեմ, Սաղմոս կասեմ Հակոբի Աստծուն, եւ ամբարիշտների ամեն եղջյուրները կփշրեմ, արդարների եղջյուրները կբարձրանան։ Այս խոսքերը գրված չեն միայն նրանց համար, ովքեր որ հավատքի հետ կապ ունեն կամ եկեղեցի են գնում, այս խոսքերը գրված են ամբարիշտների համար, նրանք ովքեր որ մերժում են Տիրոջը, Տիրոջ խոսքը, Տիրոջ ճշմարտությունը եւ նրա ճանապարհները։ Ասում եմ, որովհետեւ բաժակ կա Տիրոջ ձեռքում եւ գինին պղտորությունով լցված եփում է եւ նա թափում է նրանից։ Բայց իրավի երկրի ամեն ամբարիշտները նրա մրուրները պիտի խմեն, քամեն։ Գիտես, սա Տիրոջ ցասման բաժակն է, ասում է եւ գինի պղտորությունով լցված եփում է։ Գիտես, գինին դա Տիրոջ արյան եւ Տիրոջ հոգու զորության խորհուրդն ունի, բայց այդտեղ մենք տեսնում ենք Տիրոջ բարկության մասին, ասում որտեվ Տիրոջ բաժակը մի հատ ձեռքում մի հատ բաժակ կա եւ նրա մեջ գինի կա եւ նա թափվում է նրանից այդ եռալու, այդ եփելու ընթացքում, բայց ասում է իրավի այս բաժակից թափված գինու մրուրները պիտի քամեն եւ խմեն ամբարիշտները, բայց ես հավիտյան կպատմեմ, Սաղմոս կասեմ Հակոբի Աստծուն, եւ ասում է ամբարիշտների ամեն եղջյուրները կփշրվեն, ասում է ասեցի ամբարիշտներին ամբարիշտություն մի արեք եւ հաստ վզով մի խոսեք, չէ՞ մարդիկ կան սենց հաստավիզ են, խոսում են, գիտես, վիզը չի թեքվում, իրանց հնարավոր չի, մարդիկ կան, որ խոսում են, եւ դու մի բան ասում ես, գիտես, այս ճանապարհով գնա, այս ընթացքով գնա, ինքը հաստավիզ է, զգում ես միտքը փակված, կախարդված, խավարը բռնել է։ Ես ասեմ, որ երբ որ Տերը քեզ հետ խոսում է, եւ քո պարանոցը հաստացնում ես եւ ըմբոստանում ես եւ ամբարիշտության հոգով ես առաջ կրթվում, ես քեզ ասեմ, քո վիզը կոտրվելու է եւ դու պիտի քամես ու խմես նրա ցասումի մրուրները եւ քո եղջյուրները պիտի փշրվեն, բայց արդարների եղջյուրները կբարձրանան, որտեղ Տերը արդարների կողմն է, Տերը ամբարիշտների կողմը չի, Տերը նրանց կողմը չի, որ հանդիմանությունն ու խրատը մերժում են, Տերը նրանց կողմ չի, ովքեր որ խավարի կողմից են, որովհետև Աստծո որդիները նրանք են, ովքեր որ խաղաղություն են անում, ոչ թե կռիվ, վեճ, չարություն, այսօր մարդկանց մեջ չարության ու ատելության այդ ցասումն այնքան շատ է, որ մարդիկ ամեն օր չարություն են տարածում իրարու նկատմամբ, բայց երանի նրանց ովքեր որ խաղաղություն են տարածում, խաղաղություն, որովհետև Աստծո որդիները, նրանք որ Աստծուց են, նրանք խաղաղության որդիներ են։ Գիտես, Տիրոջ տան մեջ էլ կան մարդիկ, ովքեր որ այսօր ատելություն են տարածում,
Եվ ես այդ մարդկանց վրա ուղղակի զարմանում եմ։ Կապ չունի ում նկատմամբ։ Բայց երբ որ դու ատելություն ես տարածում երկրի մեջ, ազգի մեջ, ինչ ես կարա խաղաղության որդի լինես։ Խաղաղության որդիները նրանք են, ովքեր որ Աստծուց են կարգված։ Ըմբոստության, ապստամբության, հակառակության ոգիները դրանք Աստծուց չեն կարող լինել։ Եվ յանի քեզ, եթե խաղաղություն ես անում։ Եվ այսօր մեր պատգամը խաղաղությամբ է։ Մեր ավետարանը խաղաղության ավետարանն է։ Եվ մեր Տերը խաղաղության իշխանն է։ Նա այդպես էլ անվանվեց խաղաղության իշխան։ Եվ ես այդ խաղաղության իշխանի անունով, Հիսուսի անունով աղոթելու եմ այսօր քեզ համար։ Ձեռքը դիր քո հիվանդ տեղի վրա։ Ձեռքը դիր այնտեղ որտեղ ցավ ունես, որտեղ հիվանդություն ունես, ուռուցք ունես։ Կապ չունի քո հիվանդության անունը եւ մեծությունը։ Մեր Տերն ավելի մեծ է։ Տերն ասել է հավատա։ Ընտանեկան խնդիր ունես, ֆինանսական խնդիր ունես։ Ժառանգական անեց կա կյանքիդ մեջ։ Քո կյանքում տեղի ունենում այն ինչ որ քո ծնողների կյանքում է տեղի ունեցել։ Ձեր ցեղում ինչ որ մեկը կախարդություն արել, ինչ որ մեկը անիծել է ձեր տոհմը, կանգնեցրա Հիսուսյանով այսօր, ինձ հետ միասին այդ անեծքը։ Եթե քո կյանքում կրկնվում է նույն հիվանդությունը, քո ընտանիքում, քո անձնական կյանքում կրկնվում այն ինչ որ քո ծնողների կյանքում է կատարվել, դա ինչ որտեղ ժառանգական անեծքի հետ կապ ունի, բայց սա կարող է խափանվի Հիսուսի անունով։ Եվ ես իմ ձեռքերս բարձրացնում եմ քո բոլոր հիվանդությունների, քո ցավերի, քո բոլոր ֆինանսական, նյութական, անձնական, ընտանեկան, հոգեկան խնդիրների դեմ բարձրացնում եմ ձեռքերս եւ Հիսուսի արյունն եմ խոսում, հետ շպրտում եւ նահանջ եմ խոսում այն բոլոր դիվային ուժերը, որոնք հարձակվել են քո կյանքի վրա, քո երեխաների վրա, քո երեխաների դաստիարակության վրա, նրանց կյանքի վրա։ Ես աղոթում եմ, որ բոլոր երեխաները հիմա որ նայում են ինձ, իրենց ծնողների հետ եւ կնայեն, բոլոր այն ծնողները, որոնք որ աղոթում են իրենց երեխաների համար, ես աղոթում եմ, որ Տիրոջ զորությունը իջնի եւ Տերը ողորմություն անի եւ քանդվեն ամեն սատանայի խավարի կապանքները։ Ես նահանջ եմ խոսում այդ երեխաների կյանքից ամեն տեսակի անխաղաղությունները, վախերը, դիվային ուժերը։ Ես Հիսուսի արյունն եմ խոսում։ Չարությունը, նախանձը, ատելությունը, բամբասանքը, դատը, Հիսուսի անունով մի վախեցիր քո հետևից վայրահաչող բանակից, բամբասող, դատող, քեզ չարախոսողներից մի վախեցիր։ Նրանց բերանը Տերը խփելու է։ Ուրեմն իմացի, որ դու արժեք ունես, եթե քո դեմ դուրս են եկել, ուրեմն Տերը քեզ հետ է։ Եթե այսօր դիվային աշխարհը դժոխքը քո դեմ է հանել, մի ամբողջ իր բանակը չարությամբ եւ ատելությամբ լցված, իմացի Հիսուսը քո հետ է, նրանց հետ չի։ Բայց նրանց նկատմամբ ատելությամբ մի լցվի։ Լցվի Տիրոջ խաղաղությամբ եւ աղոթի նրանց համար։ Տերը քեզ համար մի նոր ժամանակ է պատրաստում, Տերը քեզ համար մի նոր ապագա է պատրաստում։ Ես չգիտեմ ում համար եմ խոսում, բայց ես ասում եմ 3 հոգի կան հիմա որ մեզ նայում են ուղի եթերով։ Եթե դու գաս այստեղ դահլիճ, քո կյանքում մեծ բան է փոխվելու հիմա։ Վեր կաց տնից, նստի, չգիտեմ տաքսի, նստի, չգիտեմ ինչ որ մի տրանսպորտ եւ արի վաղաշ-վաղաշյան 12 հասցեով հիմա Երևան։ Արի որտեղ Տերը քեզ հետ այստեղ գործ ունի, Տերը քեզ այստեղ ասելու բան ունի, այստեղ քեզ համար հաստական աղոթք կա, եւ Տերը ինձ ասում է 3 հոգի կան, որ հիմա նայում են, որ ես ասում եմ նրանց, որ նրանք վեր կենան հուսահատության մեջ, ընկճված, իրաց ներքին անխաղաղության մեջ, աներանելի վիճակի մեջ, շփոթված, խառնաշփոթ, ես ասում եմ վեր կաց արի, վեր կաց արի հիմա, ու ես հավատում եմ, որ դու դուռը բացելու ես ու գաս։ Եվ ես քո համար Տիրոջից խոսք ունեմ։ Այդ որ դու գաս ես կասեմ դա։ Հալելույա։ Ես հավատում եմ հրաշքներին, եւ ես խոսում եմ որ Տիրոջ հրաշքները նշանները հիմա տեղի ունեն բոլոր հիվանդների վրա, ովքեր որ հիվանդանոցներում պահկած են, իրենց հիվանդասենյակներում, տներում, որտեղ որ ես Հիսուսի արյունն եմ խոսում, քո հիվանդ վերքերիդ վրա, բժշկություն եմ խոսում, բժշկություն
ուղարկում եմ Տիրոջ բժշկությունը Հիսուսի անունով քո մարմնի մեջ ամեն սատանայի խավարի կապանքներն ու շղթաները հիվանդության անեծները ջախջախում եմ Հիսուսի արյան զորությամբ նրա տված խոսքի ուժով եւ խոսքի իշխանությամբ խոսում եմ բժշկություն ամեն հիվանդության վրա ցավերի վրա ասա ես բժշկված եմ եւ ես վերցնում եմ բժշկությունը Տեր Հիսուս Քրիստոսի վերքերով Հիսուսի անունով ասա ես բժշկված եմ Օ, ես նահանջ եմ խոսում, նահանջ, ամեն խավար դվային ուժերը, քո կյանքից, քո ընտանիքից, քո կնոջ, քո ամուսնու, քո երեխաների, Հիսուսի անունով, բոլոր այն հարձակումները, որ կան քո կյանքի վրա, հետ եմ շպրտում, ես աղոթում եմ, որ Տիրոջ լույս տգա ձեր մտքի վրա, Տիրոջ խաղաղությունը, բոլոր սառած սրտերի վրա, հիմա ես աղոթում եմ, որ Տիրոջ կրակը գա, երբ որ դու հիմա կսկսես աղոթել Եվ կբարձրացնել Տիրոջ ձայնը, Տիրոջ բանակը քեզ հետ կլինի։ Հալելույա, բարձրացա աղոթ։ Եվ երկրպագիր Տիրոջը։ Եթե դու երկար ժամանակ չես աղոթել, այսօր քո օրն է։ Հալելույա։ Իսկ այն 3 հոգու ես սպասում եմ, մինչև ժամը 9 ստեղ ենք։ Դու դեռ 2 ժամ ունես գալու այստեղ։ Մի ծուլացի։ Մի զլացի, Տերը քեզ կանչում է, այսօր քո օրն է, այսօր Տերը քեզ այցելելու է, հալելույա, և ես խոսում եմ, որ կան բավեները նրանց ձեռքերի մեջ, ովքեր որ ուզում են մտնեն Տիրոջ սրահները, ես աղոթում եմ, որ նրան երեխաների, պատանիների, մանուկների համար, ովքեր որ հիվանդ պարկած են հիմա, Նրանց ծնողների համար անսպասելի է իրենց երեխաների հիվանդությունը։ Ես աղոթում եմ բոլոր օնկոլոգիալով հիվանդ բոլոր երեխաների համար։ Հայաստանում, Գերմանիայում, ամենուրեք ովքեր որ կան։ Եթե նայում ես, ես Հիսուսի անունով բժշկություն եմ խոսում։ Փակիր քո աչքերը, քո երեխային գրկիր ու ասա Հիսուս, ես ընդունում եմ այս աղոթքից իմ բժշկության, իմ երեխայի բժշկության բաժինը։ Ասա Տերը մեծ է, հալելույա, մազեր մնացել, որ խավարը քո վրա, տիրեր ու իշխեր, բայց Տիրոջ ողորմությունը հասավ քեզ։ Առողջացիր, բժշկիր քո ոտքերը, քո ձեռքերը։ Դեն մի կողմ տիր, ովքեր որ ծիծաղում են, հեգնում են, նրանց թող, նրանց սպասում է փշրվելու ապագան, նրանց եղջյուրները փշրվելու են և նրանք խմելու են դառը մուրներ Նրանց սպասում այդ իրաց ցանած դառը սերմերի պտուղները անեծքը ուրախալի բան չի բայց մարդիկ կան օրհնության փոխարեն անեծքներ են ընտրում խաղաղության փոխարեն մարտահրավեր են անում Տիրոջը բայց Տիրոջը ձեռնոց գցողները մարտահրավեր տվողները Տիրոջ հակառակ գնացողները երբեք չեն հաջողվել Պողոս առաքյալը ինքն էր հալածում քրիստոնյաներին, երբ մի օր հանդիպես Տիրոջը եւ Տերն ասեց դժվար բան է քեզ Պողոս խթանինքից սառնել։ Հալելույա! Փառավորում եմ քո անունդ եւ խոսում եմ, որ այս բժշկար զորությունը հիմա իջնի եւ ուռուցքները հիմա ունենան Հիսուսի անունով գլխից, ուսերից, կրծքավանդակներից, բոլոր այն ներքին օրգաններից, որտեղ որ քաղցկեղը վերցրել է Հիսուսի անունով, ես վերցնում եմ Հիսուսի անունով քեզ Հիսուսի անունով հիվանդության ճանկերից Օ Հիսուսի արյան զորությամբ ես հաղթանակ եմ հռչակում քո կյանքում եւ ասա հաղթանակ Հիսուսի անունով ես բժշկված եմ Թող Տիրոջ բժշկարար զորությունը իջնի քո վրա եւ գլխից մինչեւ ոտքի տակը զգաս Տիրոջ զորությունը, ուժը, Տիրոջ բժշկարար զորությունը, Տիրոջ ձեռքը չի կարճացել։ Ասա, ես այնպիսի քահանայապետ չունեմ, որ չկարողանա ինձ կարեկցել։ Մեր քահանայապետը մեզ հետ է։ Եթե Տերը մեզ հետ է, ով կարա մեր դեմ լինի։ Նրանք ովքեր որ մեր դեմ դուս կան, մեր կողմն են ընկնելու, ավետարանն ասում։ Դա ճշմարտություն է, ես 30 տարի եմ տեսել դա։ Փառքեստեր, ես քանդում եմ մահվան վճիռը, քո կյանքի օրերի կեսում չպետք է ավարտվի, քո կյանքը կիսատ չի մնալու, քո կյանքը շարունակվելու է և ասա ես ապրելու եմ և Տիրոջը փառավորելու եմ
եւ նրա համար պտուղ եմ բերել։ Հալելույա։ Փառքես Տեր։ Օ, հալելույա Հիսուս։ Օ, փառք Տիրոջ ինձ հետ միասին։ Փառք Տիրոջը։ Եվ ինձ հետ միասին երգիր ես հրաշալի երգը, մնա Տիրոջ ներկայության մեջ, Տիրոջ բժշկարար զորությունը շարունակում է մաքրել քեզ, փակիր քո աչքերը, պարկած ես, ծնկած ես, նստած ես, գիրկն ես, երեխայիդ գրկել ես, մնա Տիրոջ ներկայության մեջ, փակիր քո աչքերը, չբացես մինչև չասեմ, բայց այն երեք հոգում ես ասում եմ, արի Դավիթ, փառք ես Տեր, իմենք միասին այս երգը պիտի երգեք, եթե երգի բառերը չգիտես, նստիր լռության մեջ, թող Տիրոջ զորությունը շարունակի մաքրել քեզ։ Երկնային տաճարը մտնենք, գոնակ սրտով փառաբանենք, օրհնյալ Տիրոջ, երկնային տաճարը մտնենք, գոնակ սրտով փառաբանենք, օրհնյալ Տիրոջ, տանք փառքը, պատիվը և փառաբանությունը,
հիշում ես, դիտես գրված է, որ Դավիթ թագավորը, երբ որ երկրը պատմում էր Տիրոջը, Սաուլը ազատագրվում էր դևերից, թիվային աշխարհի, խավարի ամեն ոգիները, նա հանջում է քո կյանքից։ Իսկ այս երկրպագությունը, եթե չգիտես բարել ուղղակի կապրի, ուղղակի վերության մեջ, վայրի և ասա Հիսուս, թող այս ներկայությունը կային տանս մեջ։ Ես աղոթում եմ, որ Տիրոջ ներկայությունը ինձ քո հիմնասենակը, քո տանդ մեջ, քո կյանքիդ մեջ, քո սրտիդ մեջ, և քո փորից կենդանի ջրի հետեր գոհրել։ Հիսուսի ամյասնություն, խոստովանիչ, և ասա Հիսուս, ես ընդունում եմ քեզ իմ սրտից մեջ, որպես Տեր ու Քիչ, աղջիրից քոյամ, ասա հերից Տեր, և որ դու ասում ես նրան, սրտից քոյամ ասա, շնորհակալ եմ, որ խաչի վրա տվել ես քո կյանքը, քո վերքերից, ես հավատքով ընդունում եմ իմ հոգու և մարմնի բժշկությունը, ազատագրությունը, ամեն անեծքներից, հիվանդություններից, վախարդություններից, թուլտուկներից, Հիսուս Տեր, շնորհակալ եմ քեզ անիշ որ լսել ես, ընդունում ես, բժշկում ես, փառք ես, Տեր, փառաբերի Տիրոջ, Ես
Արտության մեջ Հիսուսի անով բոլոր փողոցների, տրտուժների, անեսների ազդեցությունը հետ եք շփոթում է երկից։ Թոփի արտության անձրև մեջ, որ ամեն մեջ կա արտության, Սուրբ Հոգու զորությունը, զղջման, ապաշխարության, սիրտ ուժ, ծնվներ ծալներ քո առաջ, որ ձեռքեր բացան քեզ բավարարելու, որ ոտքերս սորանան հասնելու քո հետևից։ Եվ մենք աղոթում ենք այս կիրակի, հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից, ժողովուրդները կան, Երևան, Արևկիր համայնք, ժամը 2:30 արտության ամուր եկեղեցում, ծառայությանը, խաղար շարժան, 12 աստղերով, Երևանի բոլոր գյուղերից, քաղաքներից, Երևանի բոլոր վարչական շրջաններից, Հայաստանի բոլոր գյուղերից, ժողովուրդները գալիս են Հիսուսի անով, խաղար շարժան, 12 աստղերով, արտության ամուր եկեղեցում, Կիրակտորյա, ժամը 2:30 ծառայություն, Հիսուսի անով ենք խանդում են բոլոր արգելքները, ոչնդոտները, ամեն դիմադրությունները, ճանապարհներից, եւ թող քո ժողովուրդը գա այս կիրակին, երկրպագելու, պաշտելու քեզ, Երևան Արևմուտքի համայնք, խաղար շարժան, 12 աստղերով, Երևանի բոլոր վարչական շրջաններից, ժողովուրդները գալիս են, Հայաստանի բոլոր գյուղերից ու քաղաքներից, ժողովուրդները գալիս են, աշխարհի բոլոր ծայրերից, հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից, ժողովուրդները գալիս են, արտության ամուր եկեղեցում, այս կիրակի ժամը 2:30 ծառայությանը, խաղար շարժան, 12 աստղերով, Արևկիր համայնք, հալելույա։ Տիրոջ բժշկությունը շարունակում է Հիսուսի արյան զորությամբ մենք խափում ենք ամեն քանդություն և Տերը դուրս եկել այսօր պատերազմելու Հայաստանի դեմ դուրս եկած ամեն խաղար ուժերի և նրա բոլոր զորքերի հետ մենք հետ ենք շփոթում նրանց ենք խոսում Հայաստանի սահմանից դուրս ամեն խաղար ուժերը նրա զորքից և մենք բերում ենք Հայաստանը Հիսուսի արյան մեջ ազատագրության մեջ Ապրեցնող պետք է ինձ, քո սեր ակտվող պետք է ինձ, դու պետք ես ինձ այսօր ավելի, քան երբևէ, դու պետք ես ինձ, ամենն անկարող են ասել թե որքան, դու պետք ես ինձ, ավելի քան կարող եմ երբևէ հասկանալ, դու պետք ես ինձ, Ես սիրում եմ քեզ, դու թանկագին ես ինձ, այդ պահից հասկացավ Տեր, որ դու պետք ես ինձ։ Երբ անցա իմ կողքով և ասացի ինձ ապրի, ես սիրում եմ քեզ, դու թանկագին ես ինձ, այդ պահից հասկացավ Տեր, որ դու պետք ես ինձ, դու պետք ես ինձ, առավել քան երբեք Կարիքը չեմ կարող արտահայտել խոսքեր, կարիքը Տեր մեզ երբեք դու պետք ես ինձ, Ամեն դու պետք ես ինձ,
Ես Հիսուսի արյան զորությունն եմ խոսում, որ քո կյանքդ մաքրի եւ ազատագրի ամեն շղթաներից, ամեն կապանքներից։ Գիտես Հիսուսի արյունը զորություն ունի։ Շարունակիր մասնակցել այս Պենտեկոստեի, այս հոգե, քարուստի, օրհնյալ, հզոր ծառայությանը, սա հայտնության օրը, սա հովերի մարգարեության օրը, սա Պենտեկոստեի օրն է, սա Սուրբ Հոգու մեր երկրի վրա թափելու օրն է։ Ամեն, հալելույա։ Դու ես ազատ դլալ մեղքի բեռը,
Աղոթում ենք բոլոր այն բժիշկների համար, ովքեր որ ծանր վիրահատություններ են տանում Տեր, եւ աղոթում ենք, որ քո զորությունը դիչի նրանց ձեռքերի վրա, որ նրանց ձեռքերով դու վիրահատես, եւ նրանք, ովքեր որ բարկած են այդ Տեր Աստված վիրահատության սեղանին, մենք աղոթում ենք, որ նրանք վեր կենան եւ կատարյալ բժշկված, քեզ փառավորելով, քեզ հանդիպած գնան իրաց տները, խոսիր երազներով, տեսիքներով, այս ազգի ժողովրդի հետ քաշիր բեր քո սիրո ջվաններով եւ փառավորվիր։ Տեր օրհնի քեզ, շնորհակալ ենք, որ միացար մեզ եւ հետո որ գնայես այս ուղիղ եթերը, միևնույնն է Տիրոջ զորությունը իր խոսքի մեջ է եւ դու կլսես այս խոսքերը, կխոնարհվես Տիրոջ առաջ, կընդունես քո կյանքիդ մեջ, կխմես Տիրոջ հոգու խոսքի դեղը եւ կբժշկվես նրա վերքերով եւ կգաս այստեղ կվկայես։ Ես հավատում եմ հրաշքներին։ Մնանք Աստծո խաղաղությամբ եւ ինչպես որ արդեն պայմանավորվել ենք, ամեն երկուշաբթի ժամը 18:30 երեկոյան եւ ամեն չորեքշաբթի 18:30 եւ ամեն կիրակի 2:30 աղոթելու ենք բոլոր հիվանդանոցներում պարկած հիվանդների եւ հատկապես երեխաների համար։ Սիրով հրավիրում ենք, եթե կուզես անձամբ ֆիզիկապես ներկա լինես այս ծառայություններին եւ կենթանի վայելես, որովհետեւ միևնույնն է ուրիշ է որ դու այստեղ կենթանի ես ներկա, ուրիշ է որ տեսախցիկից այն կողմ ես նայում եւ կզգաս ինչ մեծ է Տիրոջ զորությունը։ Երևան, Արաբկիր համայնք, Վաղար Շվաղաշյան 12 հասցեով կարող ես մասնակցես եւ կարող ես ներկա լինես այս ծառայությանը եւ նաեւ կարող ես անձամբ բերես ձեր տան հիվանդների հանդերձները, ինչպես Տիրոջ խոսքն ասում, որ առաքյալների վրայից այդ հանդերձները տանում էին եւ բժշկում են։ Ես հիմա մի հատ աղոթք եմ ուզում անեմ on-line ուղիղ եթերով գրված նամակներից մի քանիսի համար։ Բարև ձեզ Հովիկ ջան, ես ձեր բժշկության աղոթքներին շատ եմ հետևում ու միշտ մի խնդրանք ունեմ, որ աղոթեք այսօր հայրիկիս համար, որ նա բժշկվի, քաղցկեղով հիվանդ է։ Մհերի համար ենք աղոթում, եւ մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը Հիսուսի անունով, մհերի մարմնի վրա, այդ հիվանդության վրա։ Տեր, մենք աղոթում ենք, որ քո բժշկարար զորությունը իջնի, եւ մենք աղոթում ենք, որ քո վերքերի բժշկությունը հպվի, քո փառավոր, օրհնյալ, զորավոր ձեռքերը չեն կարճացել։ Մենք այնպիսի քահանապետ չունենք, որ չկարողանա մեզ կարեկցել։ Այլ մենք համարձակություն ենք Օշտուրացաթորին մոտիկանալու մեր տկարությունների ժամանակ եւ պատշաճ ժամանակին շնորհք եւ ողորմություն։ Բժշկություն եմ խոսում Հիսուսյան զորությամբ։ Ես հալածում եմ ամեն դևերն ու խավարի ոգիներ այդ հիվանդության հետևը կանգնած։ Դուրս հեռացիր։ Հեռացա քո ձեռքերը տան։ Բժշկիր Տեր եւ դու փառավորվիր։ Հիսուսի անունով եմ աղոթում հայրս, որ քո բժշկարար զորությունը իջնի եւ ազատագրություն գա
ամեն այդ հիվանդություններից, ամեն այդ քաղցկեղի մետաստազները Տեր իմ Աստված անհետանան եւ այդ անձնավորությունը վկայի փառավոր Հայրս։ Հալելույա։ Ես աղոթում եմ նաեւ փառավոր Հայրս խնդրելով քո ողորմությունը Տեր իմ Աստված այս հաջորդ նամակի համար Նարա Հովանեսյանի համար ես աղոթում եմ որպեսզի այս քրոնիկ հալմորիտը Հիսուսի անով բժշկվի եւ Տեր Հիսուսի անով հենց հիմա ես աղոթում եմ որպեսզի ներծծվի այդ ամեն տեսակի բորբոքային process-ները եւ հենց հիմա Տեր քո հրաշքն եմ խոսում որ այդ քրոջ մարմնի մեջ տեղի ունենա եւ ինքը վկայի Տերս փառքի համար Հիսուսի անով եմ աղոթում Տեր որպեսզի քո բժշկարար զորությունը դիչնի հալելույա 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 խնդրում եմ աղոթեք Մելիքի ու Մարգարիտայի համար երևի երեխաների համար որ երեխաներ ունեն մենք աղոթում ենք որ Տեր իմ Աստված ամբլության կապակները քանդվեն եւ եթե ինչ-որ խնդիրներ կա դու բժշկես եւ մենք աղոթում ենք որ քո զորությունը դիչնի որ դու ես Տեր իմ Աստված արքանդ բացողը դու ես մանուկ պարգևողը դու ես կյանք տվողը փառք ես Տեր եւ մենք հրաշքն ենք խոսում այդ ընտանիքում եւ փառվում ենք քո մեծ անունով Հիսուսի անունով որ նրանց համար ովքեր որ մեզ նամակներ են ուղղել անառում դեպս չեն կարող կարդանք բայց աղոթում ենք որ բոլորի համար հրաշքներ անես որ նրանք հանդեպ քեզ Տեր որ նրանք միանան քո ընտանիքին եւ քո անունը թող փառվի այսուհետև հավիտյանս հավիտյանից ամեն